Երբ Թուրքիան եւ Թուրքմենստանը խոսում են գազատարի մասին, իսկ Եվրամիությունը նույն ընթացքում հաջուժ միլիոնավոր եվրոներ է ուղղում Հայաստանին, հարց է առաջանում։ Սա պատահական համընկնում է, թե տարածաշրջանում նոր էներգետիկ խաղի սկիզբ։ Խաղում Եվրամիությունն ու Թուրքիան մեկ թիմում են։ Նպատակը տարածաշրջանում ռուսական ներկայությունը թուլացնելն է, նշում է Արմեն Մանվելյանը։ Դու ինչ-որ գործընթացի մեջ ես մտնում հակառուսական, որի արդյունքում առաջին հերթին դու քիչ դուժը, բայց եթե վաղը Ռուսաստանը, ասենք թե գազ մատակարարել Հայաստան, Ռուսաստանը դրանից չի դուժի, Հայաստանը շատ փոքր շուկա է, 2 միլիարդ տարեկան պահանջարկով, դրանից Հայաստանն է դուժել։ Եվրամիությունը ներդրում է անում Հայաստանում էներգետիկ անվտանգությունն ամրացնելու համար, վստահեցնում է քաղաքացիական պայմանագիր խմբակցության պատգամավոր Արման Եղոյանը։ Հարցին այդ ներդրումները լրացուցիչ պարտավորություն, պայմանավորվածություն կամ կախվածություն չի առաջացնում Հայաստանի համար, պատգամավորն ասաց ոչ։ Այն որքան Հայաստանին է ձեռնտու, նույնքան եւ Եվրամիությանը։ Շատ անհրաժեշտ է, որովհետեւ ինչ ասեմ, դա ցանկացած պետության համար 21-րդ դարում առաջնահերթություններից մեկն է էներգետիկ անվտանգությունը։ Դուք գիտեք, որ մենք անցած տարիներին արդեն շատ էական աշխատանքներ ենք տարել, օրինակ դիցուկ արևային պանելների ծավալը գիտեք ինչքան է մեծացել, իդեպ անսպասելիորեն մեզ համար նույնիսկ